Ջան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսեք ձեր գնահատականը եւ այսպես Նիկոլ Փաշինյանը շարունակում է վախեցնել, որ ըստ էության 3 պատերազմ բերած մարդը ասում է, որ դուք եք պատերազմ ուզում, դուք եք այս պատերազմը ամեն ինչը հրահրում, դուք եք Արցախի մասին խոսելով պատերազմի հողի վրա ոտք դնում, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ հասնել ԵԽԽՎ այդ ամբիոնից մի բառ անգամ չասել Բաքվում շարունակող խոշտամբող մեր հայրենակիցների մասին, չխոսել Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի մասին, դրա փոխարեն հերթական հարձակումը կազմակերպել հայ առաքելական եկեղեցու վրա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ընդհանուր առմամբ ես իմ գնահատականը վաղուց տվել եմ եւ կարծում եմ, որ շնորհակալ գործ չէ այդպես բոլոր բանական մարդկանց կողմից որպես թյուրիմացություն, մեղմ ասած թյուրիմացություն։ Իսկ ընդհանրապես տեսեք ազգակործան պատուհաս, ազգադավ, սրբապիղծ, հազար բան է ասված, չէ՞, բայց ես ամեն ինչ ասում են եւ այդ բոլորը ցավոք սրտի բավական հիմնավոր են եւ ասողներն էլ բավական ի վերջո լուրջ ճանապարհ անցած մարդիկ, փորձառություն ունեցող մարդիկ, հետևորդներ ունեցող մարդիկ եւ դրանց էլ ինչ որ բան ավելացնել դժվար է եւ իմաստ չունի, այստեղ հարցը պետք է այլ ձևով ընկալվի։ Մենք ունենք հայ ժողովրդին մարդկությանը, որտեղ մարդկության այս հատվածը նույնպես մտնում է մարդկության մեջ, իր մտագար պատկերացումները պարտադրող իշխանավոր եւ այստեղ հարցը հետեւյալն է, մենք պիտի որոշենք, իսկապես նա մեր ներկայացուցիչն է, թե մեզ հետ կապ չունի Քաշնաձարի բախտով եւ թշնամիների աջակցությամբ, որովհետեւ այդպես էլ հիմնավոր հերքում չեղավ այն փաստի, որ մեծ գումարներ են փոխանցվել մինչեւ իշխանափոխությունը 18 թվականի, թե եւ ներկայացված փաստերը բավական հիմնավոր առարկայական էին, դա երբեք չհերքվեց։ Ես հիշում եմ, որ այն երկու շաբաթվա ընթացքում ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զարթնել է իր սխալ ճանապարհից բամբասկոտ լրատվական աշխատանքները որպես ահաբեկման գործիք օգտագործող մարդը սթափվել է եւ ուզում է ծառայել ճշմարտությանը։ Ես երկու շաբաթ իր հետ էի եւ ճանապարհին այսինքն մեծ քանակությամբ բարձր արժողությամբ սննդամթերք ու խմիչքներ էին բերվում։ Ես ասացի, իսկ ովքեր են սրանք։ Ինձ հետաքրքիր էր, թե ովքեր են այդ ճակերտավոր աջակցողները, որ չեն էլ ուզում նկարվել, ասենք բերում են, դե ասում եմ մենք ինչ մեծ բան ենք արել, որ նկարվենք, խուսափում էին։ Սկսում եմ նաև դրանք վերհիշել, բայց այդ բոլորը մի կողմ։ Բարեբախտաբար ես ինձ համար շուտ կողմնորոշվեցի, բայց ցավոք սրտի նրանք ովքեր պետք է լսեին, թե փորձառու մարդն ինչ է ասում, նրանք այդ կարողությունը չունեցան, նույն եւ բավական ուշացումով սկսեցին հասկանալ։ Հիմա իհարկե շատ ճիշտ է շեշտադրում կատարում, չխոսել պատանդների մասին նշանակում է պարզապես մարդ չլինել։ Խոսել խաղաղության գերիների, ռազմագերիների արկայության պայմաններում դա նշանակում է լինել օտարի գործակալ։ Անել այնինչ թուրքն անգամ չի համարձակվում անել, այսինքն թուրքը վատ իմաստով չեմ ասում։ Ցեղասպանություն իրականացրած թուրքերը ունեն բազմաթիվ պատմաբաններ, հետապնդվող նաև գրողներ, որ ասում են, որ ի վերջո եղել է ցեղասպանություն։ Կա ի վերջո միջազգայինորեն ինքը հակադրվում է Ալիևի փալասը դառնալու համար, ոտքի տակի շորը դառնալու համար ինքը հակադրվում է Ռուսաստանին, որ ճանաչել է ցեղասպանությունը, Եվրոպական միության ընդհանուր Եվրոպական միության խորհրդարանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, առանձին վերցրած շատ պետությունների, նա որպեսզի Ալիևին հաճելի դառնա, Ալիևի դեն նետվող թաշկինակը դառնա, ինքը հակադրվում է նաև քաղաքակիրթ աշխարհին։ Հայ մարդիկ սա պետք է հասկանան։ Երբ ինքը ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին հերացնում է ընդամենը այն բանի համար, որ այդ ինստիտուտի այդ կառույցի ներկայացուցիչին վայել կեցվածք է դրսևորել, այսինքն իր թանգարան այցելող մարդուն, որևէ թանգարան որ այցելում ես, այնտեղ կան ինչ որ այդ թանգարանի հետ կապված փաստաթղթեր, հուշամեդալներ են լինում երբեմն, տարբեր բաներ, այսինքն երբ դու ուրեմն պետք է փակես այդ հաստատությունը, դու ինքդ չես ուղեկցում Ամերիկայի փոխնախագահին, պետական պաշտոնյա չես նշանակում եւ այս բոլորը գիտեք
միայն ապիկարություն չէ, միայն անշնորհքություն չէ, բայց ես կնեմ անվեեմ բոլոր հերթական խոսողներին, որոնք երբեմն կարող են ինձ լավն են, ինձնից էլ բարձր են, եթե ես միայն խոսեի քննադատության եւ չասեմ այդ բառը չօգտագործեմ, բայց բողոք արտահայտող, բողոքավոր լինեի։ Ես մի քանի օր առաջ գնացել եմ Արդարադատության նախարարություն եւ Արդարադատության նախարարուհուն ասել եմ շատ եմ ցավում, բայց եթե մենք ուզում ենք ապագա ունենալ, դու պիտի բանտում հայտնվես։ Այդ իմ շատ ցավելու արտահայտությունն էլ եզրափակում եմ նրանով, որ ես խոստանում եմ, երբ դու բանտում կլինես, քանի որ իմ բարձրացրած հարցով պիտի բանտում լինես։ Հետևիցդ գալու են Նիկոլ Փաշինյանը եւ եթե դատախազը իրեն ճիշտ չպահի, նաեւ դատախազուհին։ Բայց ես երկուսիդ էլ հետո գնացինք դատախազություն այնտեղ էլ բարձրախոսով եւ դա տեսագրված է դատախազին ասացի, որ կան քրեական գործեր, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտում է եւ դրա համար այս մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ու դատախազուհուն էլ ասացի, որ ես խոստանում եմ ամիսը մեկ գոնե հանձնուկ կբերեմ ուտելիք եւ այլ ինչ որ կամենաս, որովհետեւ կարող է հարազատները դեռ քեզնից հրաժարվեն, բայց ես որպես մարդ գոնե դա կանեմ։ Ու խնդիրը գիտեք վերացական չի, ես կուզեի, որ մեր քաղաքացիները հասկանան կուսակցությունների մասին սահմանադրական օրենք վերաբերում է հիմնականում կուսակցություններին, բայց կուսակցությունները պետական քաղաքական կյանքի մաս կազմող կառույցներ են։ Հետևաբար այդ օրենքում կարծում եմ Վենետիկի հանձնաժողովի պնդմամբ ավելացված է մի հոդված, որտեղ ասվում է ընդդիմադիր կուսակցությունների ազատ գործունեության երաշխավոր այդպես է գնահատվում ընդհանուր հոդվածը, այն է, որ երբ ընդդիմադիր քաղաքական ուժը որևէ հարց է ներկայացնում իշխանություններին, որևէ կառույցի, եւ տեղական ինքնակառավարման եւ պետական կառույցներին, ապա շատ կարեւոր է, որ ոչ թե կարեւոր է, պարտադիր է, որ այդ խնդիրը քննարկվի։ Ես կուզեմ իմաստը բացատրել։ Մերոնք այդ դրույթը ներառել են օրենքի մեջ, բայց հասկացա, որ չեն էլ գիտակցում, թե դա ինչ է նշանակում։ Եթե քննարկելու պահանջը չլինի օրենքում, որևէ իշխանավոր կստանա օրենքը, մեղադրանքը նաև կգցի մի կողմ։ Բայց երբ պահանջվում է քննարկել, իսկ քննարկել նշանակում է հասկանալ ողջ խորությամբ բարձրացված հարցի իմաստը եւ բնականաբար լսել առարկություններ։ Իրենք դա խախտում են։ Սահմանադրական օրենքը խախտելով Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձնում է ոչ ժողովրդավարական պետություն, ոչ իրավական։ Անկախության հռչակագիրը հանվելու է, որովհետև դա պատերազմի, այսպես ասենք, տրիգեր է, ակունք է։ Ուրեմն անկախության հռչակագիրը եղել է 90 թվականից։ 90 թվականից հետո մենք բավականին խնդիրներ ենք ունեցել եւ ոչ խնդիրներ։ Այդ հարցը բարձրացվեց Նիկոլ Փաշինյանի օրոք, բարձրացվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դրսևորումների հետևանքով։ Երբեք որևէ պետություն, մանավանդ Թուրքիա եւ Ադրբեջան դրա մասին չէին խոսել։ Չեմ ասում, որ անցյալի իշխանավորներից գոհ եմ եղել, ես եղել եմ ընդդիմադիր դաշտում։ Իդեպ ուզում եմ հրապարակավ շնորհակալություն հայտնել, երեք մի կարճ վավերագրական էր հրապարակվել եւ փաստական նյութերի հիման վրա, որտեղ նշում էին իմ դերակատարությունը գոնե 91-ից 98 թվականներին Հայրիկյանի վերադարձը այդպես էր կոչվում, իմ էջում էլ տեղադրեցի, շնորհակալ եմ այդ մարդկանց, որ պահպանել են այդ նյութերը եւ այնտեղ նշվում է մի բան, հատկապես, որ ամենահետևողական ընդդիմադիրն էր Պարույր Հայրիկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, չնայած սկզբից ողջագուրվեցին, սա ինչի եմ ասում, ունեցել եմ հակառակություններ, նաև հակառակություններ կամ այլ ընկալումներ նախորդ իշխանությունների համեմատությամբ, բայց ես չեմ տեսել, որ նրանք խրախուսած լինեն հակառակորդի թշնամի, իրեն թշնամի ազդարարած բացահայտ եւ որպես թշնամի դրսեւորող պետության բռնապետ ղեկավարի։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը երբեք չկարողացավ շեշտել, որ գործ ունենք բռնապետության հետ։ Տեսեք, Ամերիկան, Իսրայելը խոսելով Իրանի մասին, շեշտում են նրա կրոնապետություն, կրոնապետական բռնապետություն լինելու հանգամանքի մասին։ Հայ ադրբեջանական չասեմ, այնուամենայնիվ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ երբեք չնշեց Նիկոլ Փաշինյանը, որ իր
հակառակորդն էլ չասեմ, զրուցակիցը բռնապետ է։ Սա քաղաքակիրթ աշխարհի համար լուրջ գործոն է։ Երբեք այդ գործոնը չշեշտվեց։ Այո, ինքը զբաղված է դրանով։ Ես հենց դրա մասին եմ խոսում, եւ այստեղ բանն այն է, որ այն բացասականը, որ այսօր կատարվում է, ինքն է նախապատրաստել։ Ես տեսեք այդ օրինակը պատահական չեմ բերում։ Աշխարհը ընդունել է ցեղասպանությունը, եւ այս ցեղասպանության ընդունումը նշանակում է, որ Հայաստանի սահմանները ձևավորված են ցեղասպանության հետևանքով։ Ալիևը ինձնից այնքան լսեց, որ բռնազավթված Հայաստանի սահմանները չեն կարող միջազգային իրավունքի սահմաններ համարվել։ Այնքան լսեց, որ մերոնք չարձագանքեցին իմ ասածներին։ Ալիևն է ասում, գիտեք, մեզ բռնազավթել են, դրա համար մենք զրկվել ենք Սյունիքից, Հայաստանի կեսից, Արևմտյան Ադրբեջանից։ Այսինքն, սա միայն պարզապես բթամտություն չի, սա ուղղակիորեն, եւ ես պատասխանատու եմ համարում ձեզ խոսքերի համար, ուղղակիորեն հակառակորդին ընթառաջ գնալու դրսևորում է։ Եվ եթե մենք վաղը կարող է արդեն փաստերի լեզվով խոսենք, այսօր մենք խոսում ենք զուտ վերլուծական տեսանկյունից, վաղը կարող է փաստերը բացահայտվեն, բայց այդ փաստերի բացահայտումը հերքելու համար մենք տեսանք, որ ամեն ինչ անում է սա մնալ իշխանության, որովհետև միայն իշխանությամբ է ինքը երևույթ, չունենա իշխանություն ինքը զրո է, իսկ իշխանություն ունենալով, փչացնելով շրջապատի մարդկանց առողջ բանականությունը, փչացնելով։ Պարոն Հայրիկյան, բայց ինքը օրինակ հիմա եղեգնազորում է, ասես լավաշ է ուտում, նկարում, չգիտեմ, միտեղ կուկուրուզ է ուտում, միտեղ պերաշկի է ուտում, միտեղ չգիտեմ ինչ է անում, այս ամենը ինչի դրսևորում է, երբ դա ինքը սպառնալիքներ կան քո երկրին ուղղված։ Իր պատկերացմամբ ինքը ուզում է ցույց տալ, թե մարդիկ, ես դեր նման մեկն եմ, բայց մարդիկ անպայման փնթի ու թափթփված չեն լինում։ Կամ այդպես ուտելիքի մեռած չեն լինում, կան տարբեր մարդիկ։ Ինչի՞ ես դու ընտրում են ոչ ինչ ասեմ, դրականը, չէ՞ որ դու ի վերջո զբաղեցնում ես պաշտոն, որը պիտի նպաստի տրամադրությունների պահվածքի բարձրացմանը։ Շատ լավ է օրինակ, որ ինքը ծխող չէ։ Օրինակ տեսեք, ես անաչառ ասում եմ, ես հենց առաջին պահից ուրախացել եմ, որ ինքը այդ մոլորությունից զրկված է, բայց հիմա տեսեք, իր անձնականը մեջտեղ գցել այն օրերին, երբ դու ունես թեկուզ մեկ պատանդ լիներ, դու պիտի ամեն առավոտ զարթնեիր գետինը մտնելով, որ այդ ուղղությամբ քայլեր չես արել ժամանակին, այնքան հեշտ էր, գիտեք այդ հարցերը լուծելը։ Ես տեսեք, այն ինչ որ ինքը հիմա երազում է ունենալ, հասկանալ եւ այլ քաղաքական ճանաչման ընդգրկմամբ այդ ուղղությամբ, այդ բոլորը տեսել եմ դեռ 40 տարի առաջ։ Այսինքն այն 2 տարվա ընթացքում, որ եղա եւ Ֆրանսիայի նախագահ, նույնիսկ ընտանիքի մակարդակինը, պրեզիդենտ Ռեյգան, սենատորներ, ես որևէ մեկի կողմից, նույնիսկ ամերիկյան Կալիֆոռնիայի կոնգրեսականների հետ շատ մտերմիկ հարաբերություններ ենք ունեցել, միասին ընտրել տարբեր ճանապարհորդություններ, երբեք չեմ տեսել թեթև սորիկության դրսևորումը համարել, բայց եթե խոսեցինք անհատականի մասին, ես չեմ ուզենա որևէ մեկի անձնական դրսևորումների մասին խոսել, բայց այդ անձնական դրսևորումները երբ արվում է պետական պաշտոնյայի կողմից օգտագործելով հանրային լրատվամի միջոցները, այդ դեպքում ես ուզում եմ ասել, արի բարոյա քաղաքական արել ես, այդ անձնականդ մի խառնի, որտեղ եթե անձնականիդ մասին խոսենք, քո անձնական կյանքում ահավոր մի բան կատարվեց, անգամ քո կինը, մերձավորագույն մարդը, քո 4 երեխաների մայրը քեզ հետ ապրելը նպատակահարմար չհամարեց։ Այսինքն ոչ թե ժողովուրդն է քեզ մերժում արդեն, այլ քո հարազատ կինը քեզ մերժեց։ Դու դրանից հետո համարձակվում ես թեթև սորիկություններով հանդես գալ։ Դու ոչ էլ ցավ ապրեցիր, ոչ էլ տառապեցիր, որ հասկանում եք, սա ինձ համար անհասկանալի է, որևէ պետական գործիչ երկրի համար ծանր վիճակում, չէ՞ որ ինքը ասում է մենք խաղաղություն ենք կերտում, մենք խաղաղության ճանապարհին ենք։ Գիտի որ ստում է, բայց ինքը հասկանում է, որ Հայաստանը լավագույն վիճակում չի։ Այդ պայմաններում անձնական խնդիրները մարդիկ ծածկում են, ոչ թե ցույց են դնում։ Նույնիսկ եթե իսկապես թշնամություն է լինում ամուսնական զույգի մեջ, թշնամություն չէ, անհանդուրժողականություն, այդպես ասեմ։ Ասում են այդ բանը հանրային ընկալելիության բան չի դարձնենք։ Այստեղ էլ դրա համար բազմաթիվ կասկածներ կան։ Կամ էս պարգևավճարների հարցը, լպիրշության գերգագաթ։ Պատկերացնում եք, մի փաթեթ տվեց,
ժողովրդի ծանր պայմաններում մի փաթեթ տվեց իր խամաչիկներին, որտեղ դրանք հիմնականում իր խամաչիկներն են։ Դե ձերքի հետ մի քանի падգամավորել է ստանում, իսկ մնացած ինքը հավաքել է, դեռ այս պետությունը մերն է, ձերն է, մենք պիտի լավ լինենք, հարկեր կհավաքենք, կբաժանենք իրար մեջ, բայց տեսեք ընտրություններից առաջ իր կողմնակիցներին ինքը հսկայական գումարներ է տալիս։ Սրա մասին պետք է խոսել։ Վաղը որ խոսք գնայեն բանի մասին, թե ընտրությունները արդար են, հիմիկվանից նկատի ունեցեք։ Նախընտրական հիմնադրամներ են ստեղծում։ Ես բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ իր թիմի ներկայացուցիչներին քաղաքացիներից վերցված գումարները բաշխելով, ինքը ամեն մեկին առանձին մարդիկ ինձ ասել են, բայց դեական չէ, տեսականորեն եմ ներկայացնում։ Կարող է յուրաքանչյուրին ասել, քո ստացած գումարի 1/3-ը կամ կեսը կամ 1/4-ը, անգամ եթե ասի 1/10-ը պետք է տաք, դա նշանակում է մոտավորապես 1 միլիարդ այդ գումարներից, պատկերացրեք չափերը։ Ու ասում եմ, ես գնում եմ ընտրության։ Մարդիկ կան, որ ընտրությանը մասնակցում են բարձր գաղափարներով, իդեպ ասեմ մի անգամից, որ ԱԻՄ-ը հստակ հայտարարել է։ Մենք ընտրությունների կգնանք բացարձակ ժողովրդավարության համակարգի պայմաններում, որովհետև լույսը տեսած մարդը խավարը չի փառաբանի, կամ էլ հանուն դրա մյուս քաղաքական ուժերի հետ միավորվելով։ Հիմա նրանք, ովքեր գնում են ընտրությունների եւ մտածում են ինչպես անեն գոնե այդ կանխավճարի հարցը, գիտեք չէ, վերադարձվող գումար է տրվում, որ մասնակցելու իրավունք ունենաս։ Գոնե դա մի տեղից չարենք, իսկ ինքը ընդամենը 4 падգամավորի այնքան գումար է տալիս, որ բավական է մեկ կուսակցության համար նախատեսված գրավագումարը լրացնելու համար։ Հիմա ես կրկնեմ այն հիմնական միտքը։ Ստիպված ես ամեն ինչի մասին խոսել, բայց եթե դու իսկապես պետութենական մտածողության մարդ ես, պիտի խոսես ելքերի մասին։ Ելքերից մեկ ես համարում եմ այն, որ բոլոր քաղաքական կուսակցություններին մեր անհատապես ուղարկված դիմումների արձագանքը կլիներ այն, որ իրենք կհասկանային եւ կուսակցությունների մասին օրենքի խախտման դեմ մեր բողոքի միջոցառմանը կմասնակցեին։ Ես չեմ հասկանում այդ Նիկոլի օգտին լռություն պահպանելու գործողությունները։ Քաղաքական ուժեր, որ տեղյակ էին, որ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտվում է, իսկ դա նշանակում է կուսակցությունների իրավունքները ոտնահարվում են, նշանակում է, որ ընտրությունները չեն կարող լինել իրավահավասար հետևաբար արդար։ Այդ քաղաքական ուժերը չարձագանքեցին։ Եվ զուգահեռաբար մենք ասում ենք, դուք ասեք ինչ եք անում, մենք էլ անենք ձեզ հետ։ Հիմա մենք անհատապես դա սկսել ենք, դատախազությանը տրված է եւս մեկ անգամ, եւ այստեղ պետք է հանրային աջակցությամբ ստիպել, որ դատախազությունը իր պարտականությունը կատարի։ Այո, ստիպել, հիշեցնելով, որ իրենք կարող են կանգնել պատասխանատվության առաջ։ Մի բան էլ այստեղ նշեմ, մենք երբ խոսում ենք կուսակցությունների իրավունքների մասին, պիտի նկատի ունենանք, որ ընտրություններին մասնակցում են միայն կուսակցությունները։ Եվ եթե կուսակցություններից թեկուզ մեկի իրավունքները խախտվում են, նախընտրական փուլում կլինի կամ ընտրության ընթացքում, դա նշանակում է ընտրությունները ընտրություն չեն։ Իսկ սրանց ճաշակը, տեսեք ախորժակ ինչքան բարձր է, մտածում են որակյալ մեծամասնություն ստանալու մասին։ Համամասնական ընտրություններով որևէ քաղաքական ուժ առավելագույնը կարող է ստանալ 1/3 ընդհանուր ձայների։ Իսկ սրանք խոսում են 2/3 մասին։ Սա պիտի բոլորը հազանգ ընկալեն։ Եվ նաև մի բան կա, դեռևս ուշ չի, պիտի ամեն ինչ մի կողմ դրվի, վերցվի մի բարձր արժեք, ես այդ բարձր արժեք ես ասել եմ, համակարգային փոփոխություններն են, դրա շուրջ համախմբվելով եւ արդեն բոլորի մոտ արդեն անգիր դարձած ժամանակավոր կառավարության ստեղծման շեշտադրումով գնալ ընտրությունների։ Այսինքն սկզբից իմանալ, որ գլխավոր գործը լինում է այս, ես կարծում եմ, որ ավելի բարձր նպատակ չի կարող լինել, քան մարդուն քաղաքացուն դարձնել երկրի տերը։ Դա համակարգային փոփոխության հիմքը կարող է լինել։ Ու քանի որ կա բացարձակ ժողովրդավարության նախագիծը, տեսեք, ես 10 անգամ դիմում տվեցի, միջև որ տվեցի, որպես իրենք ստիպված լինեն ընդունել։
Միայն 10-րդ անգամ արտարադատության նախարարությունը ասաց, այո, մենք ստացել ենք ձեր հանրագիրը, ձեր նախագծերը ու նկատի կունենանք։ Եվ այստեղ հանցագործությունը ո՞րն է կուսակցությունների մասին օրենքի խախտման։ Դու ոչ թե պիտի նկատի ունենաս, այլ քննարկես։ Եվ այստեղ ես զարմանում եմ, վաղը բոլոր կուսակցություններից այս վտանգը պիտի սպառնա։ Խելոք մարդը ոչ թե այն դեպքում է միջամտում ինչ-որ խնդրի, երբ դա իրեն է վերաբերում, այլ երբ ուրիշին է վերաբերում, բայց հերակա, այսինքն զուգահեռաբար կարող է իրեն հասնել։ Ինչևէ, ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք, քաղաքական ուժերը իրավունք չունեն անհոգ վերաբերմունք դրսևորել այս խախտմանը։ Հիմա դատախազությունը փակողային վիճակում է, չգիտի ինչպես արձագանքի, նախորդ 2 անգամ ուղարկել էր քննչական կոմիտե, նրանք էլ ասել էին փաստեր չկան։ Հիմա մենք արդեն փաստեր ենք ներկայացրել, եւ տիկին Վարդապետյանը կանգնած է մի բանի առաջ, կամ մի գրություն թողնել ապագայի համար, որ ինքը քրեական հանցագործ է, կոռուպցիոն հանցագործության հովանավոր, կամ էլ միջամտել ասել ինչ է կատարվում։ Օրենքը պահանջում է ինչ բաները, ինչի՞ չես անում արտարադատության նախարարու։ Ինչու ես քո պատճառով, քեզ պաշտոնյանալու պատճառով պիտի հանրության կողմից ընկալվեմ որպես օրինախախտ անձ։